Որքան ընտրությունների օրը մոտենում է, այդքան իշխանությունը սաստկացնում է ճնշումներն ընդդիմադիրների վրա։ Ծառուկյանի դեպքում Փաշինյանն ընկել է նրա ունեցվածքի հետևից, սպառնում է նրան պատկանող խոշոր բիզնեսներից մեկը խլել։ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ 8 տարում ոչ մի բան չկարողացան եղել, բացի պարտքեր կուտակելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց։ Ու այսօր ասում ես ներվային անում է։ Ինչու են հենց հիմա հիշել իր բիզնեսների մասին, եթե նույնիսկ խնդիր կար, թող շուտ գային, արձագանքում է Ծառուկյանն ու վստահեցնում։ Փաշինյանը կորցրել է իրեն, որովհետև պարտվելու վտանգն է զգում։ Եթե մարդը 20 տարի առաջ գործանը վերցել է, սկսել դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվան իրար, այդ նոտի մեջ են։ Ձեր արածների պատասխանը տվեք, որոնց որ ոչ մի լավ բան չկար։ Բացի զոհեր տալուց, բացի հեղինակազրկելուց, բացի հողեր տալուց, հիմա էլի 3 շրջան ուզում է տա։ Այս նույն սցենարով էլ ամիսներ առաջ կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերը խլեց Սամվել Կարապետյանից, հենց որ նա հանդես գալով ի պաշտպանություն եկեղեցու քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրեց։ Փաշինյանը խոստանում է գործը հիմա շատ արագ ավարտին հասցնել։ Այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման եւ առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ։ Ծառուկյանից գործարանը խլելու գործընթացը պարզվում է շատ ավելի վաղ է սկսվել եւ այդ պատճառով էր Փաշինյանն այսօր վստահ պնդում, որ այն պետականացնելու են։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրելով Արարատ ցեմենտի մասնավորեցման գործընթացը հանցանքի մասին հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում է ներկայացրել մոտ 2 շաբաթ առաջ, մայիսի 5-ին, որից 2 օր անց քրեական գործ է հարուցվել այնտեղ։ Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման հոդվածներով։ Արարատ ցեմենտը, որը հիմնադրվել է խորհրդային վաղ տարիներին 1927 անկախությունից հետո պետական ձեռնարկություն է եղել։ 2001-ին այն մասնավորեցնելու մրցույթ է հայտարարվել։ Դիմել են արտասահմանյան 2 անգլիական եւ շվեյցարական ընկերություններ։ Վերջինը հաղթել է, սակայն 1 ամիս անց հրաժարվել է իրականացնել ներդրումային ծրագիրը։ Կարճ ժամանակ անց 2002-ին կառավարությունը $200,000 գործարանը վաճառել է Բելգիայում գրանցված Ռոբերտո ընկերությանը։ Ըստ դատախազության ընկերության կառավարիչը այդ ժամանակ նշանակվել Վահագն Գուլոյանը, ով Ծառուկյանի Փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրն է։ Մի քանի ամիս անց արդեն 2003-ին գործարանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Multigroup կոնցեռնը, որոշ ժամանակ անց բելգիական դատարանի որոշմամբ Ռոբերտո ընկերությունը լուծարվել է։ Իսկ 2006-ից ձեռնարկության բաժնետոմսերի 75%-ը պաշտոնապես ձևակերպվել է անձամբ Ծառուկյանի անունով։ Դատախազության հաղորդագրությունից պարզ չի դառնում այդպես էլ կոնկրետ որ դրվագն է որպես հանցանք դիտարկվել քրեական գործ հարուցելու համար։ Խոսք է գնում որոշ այլ խախտումների մասին եւս, բայց առանց որևէ մանրամասների։ Փաշինյանն էլ հիմքերի մասին ոչինչ հստակ չասաց եւ այդպես էլ չբացատրեց։ Ինչպես է ստացվում, որ 25 տարի առաջ իրականացված սեփականաշնորհման գործընթացով այսքան ժամանակ ոչ ոք չէր հետաքրքրվել, որևէ խնդիր չէր հայտնաբերվել եւ միայն հենց հիմա ընտրությունների շեմին են հիշել այդ մասին։ Որ ցեմ զավոդը ես տալիս եմ ժողովրդին, քո ցավներ տանեմ, օրենք առաջ բոլոր հավասար կար անօրինական պետք է խլես դու, դա պատասխանը դու ես տալու պետությունն է տալու։ Դա հիմնական մասնավոր սեփականությունն է։ Այնպես որ հասկացեք, որ ինքը արդեն խոճապի մեջ է։ Արդեն չի տիրապետում իր ներվերին, որ զոհվածի մորնել է քաշում, հայոյում, բժիշկ ունել, մյուսին էլ հանգիստ չի կարող։ Հիմա էլ կազմակերպել են օրգանով, որ հանկարծ մեկ ուզում է բան ասի, բերանը փակում տա, ամոթա, տենց երկիր պայել չի լինի, տենց ղեկավար չի լինում, ձեր ցավը տանը։ Փաշինյանը սակայն գործարանը խլելու մասին հայտարարելով չի բավարարվում։ Պիկապի վրա կանգնած բղավելով աշխատակիցներին կոչ է անում սաբոտաժ անել եւ չենթարկվել տնօրինության հրահանգներին, ասես արդեն ինքն է այնտեղ տերն ու տիրականը։ Նույնն էլ ամիսներ առաջ հեծի դեպքում էր անում։ Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով, նրանք այլևս կարիք չունեն կատարելու այս պահից ես ասում եմ, նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է, ուրեմն հետևեք Հայաստանի կառավարության հրահանգներին եւ այլևս Արարատ ցեմենտը շատ շուտով
դե յուրե վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ծառուկյանն անակնկալի չի եկել, ասում է գիտեր, որ Փաշինյանն իր ունեցվածքի հետևից է ընկնելու, բայց վստահեցնում է, վախեցողը չէ եւ հետքայլ չի անելու։ Ծառուկյանը մեկ անգամ եւս ասում է, ես ոչ մի ունեցվածք իմ հայրենիքին ես չեմ կարա փոխեմ։ Այս երկրում ծնվել մեծացել եմ, կայացել եմ, ես եմ ստեղծել, ելիք ստեղծեմ, թող ուրիշները մտածեն։ Ես լրջագույն կասկածներ ու վախեր ունեմ, որ շատ շուտով նաև Հիսուս Քրիստոսի արձանը պետականացնելու ցանկություն է Նիկոլ Փաշինյանի մոտ առաջանալու։ Ծառուկյանը վստահ է, Փաշինյանն իր բիզնեսի հետևից է ընկել նաև Ալիևի պատճառով։ Պահանջակատարում Ալիևի, որ վագոնները դադակ չգնան գան, նույն Ադրբեջանի ցեմենտը ոնց որ բենզին դա գալի նայելն ասում։ Դե չէ 25 տարի զավոդը սեփականաշնորհած, առած, դա ոչ մի պարտավորություն չկա, մեկին 10 ավելի արտադրելով, այսօր դրուկ կամ Ծառուկյանի վախացնեն։ Ծառուկյանի ոչ մեկ չի, Ծառուկյանին մի հատ էլ ձերբակալել էին, Ծառուկյան արտարացավ, հələ արտարության համար էլ թող պարոն վարչապետը պատասխան պետք է տա։ Փաշինյանն ամեն օր Ծառուկյանի փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատան մասին է խոսում, որը դատախազությունը վերջերս բռնագանձել է որպես ապօրինի գույք։ Բարգավաճ Հայաստանի ղեկավարը պնդում է, ապօրինի չի եղել իր դստեր ու փեսայի տունը։ Ժորժան սովորական տուն, մի հատ զալ, 4 հատ սպալնյա, որը դասմա ծերանոց, ասենք տալիս եմ ձեզ Ժողովուրդ ջան, եղբայր դու պատասխան տուր 15 միլիարդ դոլարը, մի հատ գործ չես արել, մի հատ աշխատատեղ չես ստեղծել, մի հատ թոշակ չես բարձրացրել, Ժողովուրդ ասում է թոշակ բարձրացրու, միշտ չեն կարող ուտենք, ասում է ինչ բարձրացեմ, միշտ չեն կարող ուտենք, գնացեք խոտ կերեք։ Սա էլ իրեն վախեցնելու փորձ է համարում, բայց վստահեցնում է, Փաշինյանի վերջը եկել է։ Մարդ չերևա բռնում են, երեխուն են գործից անում, ակտ են գրում։ Այ եղբայրան տենց երկի չեմ պայ, վերջ եկել է։ Արդեն ինքը պետք է հասկանա, շուտ թողի գնա։ Անհնար է, կարամ գրեմ, ստորագրեմ, որ ինչ որ ինքը կարա շարունակի։ Էլ ոչ տեղա թողը, ոչ հնարություն, ոչ պայման։ Օրերի հարց է, վստահեցնում է Ծառուկյանն ու կոչանում անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների արդյունքում հասնեն Փաշինյանի հեռացմանը։